Բարի օր սիրելի երեստաթիթող, այսօր պատրաստելու ենք շատ օգտակար աղցան, շատ համեղ, արագ պատրաստվող, սիրած մեր մտերքները կան մեջը, քանի որ հավ կա եւ ոսպ կա եւ կազար կամ ստեբղին, սող եւ մի քիչ էլ համ եմ։ Հետաքրքիր համադրություն է, պրոթինը բարձր է, այսինքն սպիտակուցը, այսինքն շատ սննդարար է եւ որ ուտում ենք երկար ժամանակ հագեցած ենք մնում, այսինքն մի խոսքով եւ դիետիկ եւ համով եւ սննդարար աղցան եք պատրաստում այսօր։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 1 հատ հավի կրծքամիս, 1 բաժակ ոսպ, մի փունջ համեմ, մի հատ կազար, մի հատ սող, 3 բաժակ չուր, 4-ից 5 կտալ բրինձի կամ ցիթաբտղի ցետ։ Համեմունքներից օգտագործելու ենք թափնուդերև, դարչինի փայտիկ, փոշի ձիտրոն, աղ, սև բողբեղ եւ կարմիր բողբեղ։ Ինչպես տեսնում եք, հավը արդեն թրել ենք խաշելու, կարող եմ ցույց տալ, որպեսզի ժամանակեն օգտվենք։ Այստեղ կա հավի կրծքամիսը եւ թրել եմ մարանիգից դարչնապայտիկ եւ թափնուդերև։ Իհարկե, որպեսզի հոտը եւ համը շատ լավ լինի հավի կրծքամիսի։ Մի 15 րոպեից արդեն ինքը պատրաստ կլինի կանչատեմ։ Ուրեմն, ունենք ստեղ ոսպը, դե իհարկե մարանիգից վերցնելու եմ մի բաժակ մի հատ լևանամ ու կամ։ Սկզբում կտրատելու եմ սոխը, հետո կազարը։ Ձեր ցանկացած չափսերով կարող եք կտրատել։ Ես կարագուսիների եմ վերածելու։ Մինչ այդ որ սոխը կթնեմ դապակվելու, կկտրատեմ կազարը։ Ես սիրում եմ միշտ սոխը առաջ թնել, մի քիչ դապակվի ու իսկ հետո արդեն մնացած բանջարեղենները։ Երկար դեպող բանջարեղենները կազարը եւ կարտոֆիլն են, դրանք երկար են դեպում, սոխից հետո միշտ արագ-արագ պետք է կազարը կարտոֆիլը տնենք։ Իսկ բողբեղները միշտ ամենավերջում։ Հիմա մենք քանի որ մեր հավը արդեն պատրաստ է, կարող ենք հեռացնել, հիմա կհանենք ջրից։ Հիմա մի հատ էլ գաղտնիք կասեմ ձեզ, որ հավը խաշում եմ, իր ջրի մեջ թողում եմ մի 10-15 րոպե, ինքը այդ հյութը քաշում է ու ավելի ջուսի է դառնում, այսինքն ավելի հյութալի։ Հիմա մեզ պետք է մի հատ յուղի տեսակ կամ ցեթի տեսակ ավելացնելու, որպեսզի դապակենք։ Իսկ մենք ինչ ենք օգտագործում։ Բրինձի ցեթ, որը հատուկ սուշեֆից ենք վերցնում, որովհետև Հայաստանում ամենտեղ չեք գտնում բրինձի ցեթ, սուշեֆը ունի ու շատ եւ լիքը։ Միշտ կարող եք գտնել։ Քանի որ բրինձի ցեթը ոնց ասել եմ ձեզ, շատ օգտակար է, այսինքն ինչ որ դապակելու եք անպայման կամ միշտ ասել եմ կամ ցիթաբտղի ցեթ կամ բրինձի ցեթ, որպեսզի լինի ձեր ուտելիք ավելի թեթև, օգտակար եւ կոլեստերոլ եւ այլն այդ ամեն ինչը բալանսավորված լինի։ Ավելացնում եմ 3-ից 4 կտալ։ Նամանավանդ այն մարդիկ, որ բանջարեղենային ցեթեր շատ են օգտագործում, օրինակ, չգիտեմ, արևածաղիկի եւ այլն, անպայման օգտագործեք բրինձի ցեթ։ Լավ հոդեր արդեն սկսավ դուրս գալու թեր բան չարած, երևակայեցեք էլ։ Այդ լավ խառնեմ, թող սկսի ինքը լավ դապակվի։ Ու շարունակենք կազարը պատրաստենք։ Կազարը երևի կգիսենք եւ հետո երկու կեսի կվերածենք, այսինքն այսպես։ Եթե կուզեք ավելի փոքր կարող եք, բայց այսպես
ամեն մեկ պատարին գալիս է ու իր չափը շատ հարմար է։ Ավելացնում եմ կազարը։ Խառնում եմ մի հատ։ Ինչ անուշոտ է։ Ինչ որ դաբագում ես սոխով, արդեն համով ա լինում իրականում։ Մի քիչ էլ փոշի ցիտրոն։ Դե իհարկե, այս բոլոր համեմունքները մենք օգտագործում ենք մարանիկից, որովհետեւ մեր այս համովությունները շարունակվի եւ ստացվի իդեալական, որովհետեւ համեմունքը շատ կարեւոր է որևէ մեկ ճաշի կամ ավելացնում ենք թարմ եւ լավ հոտ եւ համունեցող, կամ չենք ավելացնում։ Եթե ունեք դունը, չգիտեմ ինչ, այսինքն շատ հին կամ համը հոտը գնացած, ավելի լավ է չավելացնեք։ Բայց եթե վստահ եք, որ թարմ է, ավելացրեք։ Yamito։ Մի քիչ էլ տապակվեք, սիրելի կազար եւ սոխ, շատ համով բույր է գալիս ցեզանից եւ քույն։ Երևի կավելացնեմ սոխը, ոսպե։ Հավիչուրը մի կողմ ենք դնում, որպեսզի եւ հավիչուրից ստանանք, ավելացնենք եւ բաշ ջուր։ Ստեղից վերցնում եմ մի բաժակ։ Ուրեմն ընդհանուր 3 բաժակ ենք դնում։ Եթե դուք այդ րոպեին հավիչուրը ունեք, արդեն կարող եք ավելացնել 3 բաժակ։ Եթե նույնիսկ 1 բաժակ ունեք, կարող եք ավելացնել 1 արքանագի ջուր, 1 բաժակ եւ մնացածը բաց ջուր։ Մենք իհարկե հիմա դնում ենք, քանի որ առատ ունենք այդ հավիչուրը, թրել ենք, իհարկե երբ որ հավը խաշեցինք, մենք օգտագործել ենք սիլի ջուր, որպեսզի հավը ավելի համով դառնա։ Դրա համար մենք այս արքանագը արդեն սիլի ջուրով է պատրաստված։ Եվ արքանակ, եւ հավ, եւ սիլ իդեալական է ստացվելու։ Հիմա ինչ ենք անում։ Այստեղ մի քիչ իրան մորանում ենք եւ փակում ենք։ Մի հատ ուզում եմ իմ տախտակը մաքրեմ ու անցնենք հավերը բզկտելու։ Դե իհարկե մաքրում ենք միան ABC-ով։ Եվ խոհանոցը, եւ դունը, եւ ամեն ինչ։ Եվ մեր սերկերը օճառում ենք միայն ABC-ով։ Իրականում ոսպը պետք է եփի մոտավոր 20-ից 25 րոպե, արդեն տեսնում եք, որ ջուրը քաշվել է, ինքը պատրաստ է։ Իսկ ես հավը սկիզբեն չեմ սիրում թնել հետը, որպեսզի իր քույնը չփոխի։ Դրա համար մենք հիմա պետք է հավը մաքրենք կամ բզկտենք։ Այսպես պատրակալով բզկտում ենք։ Այս բոլոր ապրանքները կարող եք ձեռք բերել 8 սուպերմարկետից։ Այնտեղից գնում եք, ձեր քնումները կատարում եք ու մի հատ էլ գովաստային վիճակախաղների եք մասնակցում, մի խոսքով, եւ լավ ապրանք եք վերցնում եւ շահում եք լիքը նվերներ։ Լավ տարբերակ է, չէ՞։ Գնացեք 8։ Մեր հավի գրծքամիսը բզկտված պատրաստ, սպասում է, որպեսզի ավելանա ջաշի վրա։ Մի քիչ համեմ, կարող եք ուրիշ կանաչի էլ ավելացնել իրականում, ազատ կեղմաղ դանոց կտրատում ենք։
պատրաստ է։ Մի հատ նայենք։ Գնացինք։ Արդեն պատրաստ է։ Նայում ենք, ջուրը կաշվել է։ Մի քիչ է մնացել, մի քանի րոպե ենք թողում, որպեսզի ընդհանրապես ջուր չմնա։ Կարող եք ոսպին համին նայել, որ վստահ լինենք եփել է։ Շատ լավ է։ Իհարկե, համին նայած ժամանակնից աղն էլ կարող ենք նայել եւ ես տեսա, որ մի քիչ աղ կարելի ավելացնել։ Խառնում եմ, իսկ համեմունքները իդեալական։ Մի քիչ համ եմ։ Խառնում եմ։ Yummy, yummy. Եվ ավելացնում եմ հավը։ Իհարկե հավին վրա աղ եւ բաղբեղ եմ թնում մի քիչ։ Սիրուն զարդարում ենք։ Եվ այսօրվա բաղադրատոմսը հավով ոսպով քլավը պատրաստ է։ Դուք էլ անպայման պատրաստեք եւ վայելեք։ Բարեխոժակ։ Դե ինձ սիրելիներս, արդեն այսօրվա մեր ուտեստը պատրաստ է, տեսակ ինչքան հետաքրքիր ձևով է պատրաստվել ու շատ հեշտ է, բոլորդ կարող եք պատրաստել, անպայման կպատրաստեք ու կվայելեք այս համովությունը։ Իսկ ես պետք է փորձեմ։ Վերցում եմ մի քիչ ոսպից, մի քիչ հավից, մի քիչ ստեփղինից, փորձում եմ չի գցել։ Բայց տաք է մի քիչ։ Իդեալական համով եւ հետաքրքիր այն է, որ ոսպը եփել է, բայց չի ցենց լեղկվել։ Հադիկ ամնացել, նույնիսկ գազարը տենց է, եւ այդ համեմունքը, թեթև աղը, բղբեղը, ցիտրոնը շատ սիրել է իրար ու վերջավորության հավը։ Վաու։ Այսօր մի հատ պատրաստեք, միշտ եք պատրաստելու ու շատ եք հավանելու։ Անպայման ինձ կգրեք, եթե հավանել եք այս բաղադրատոմսը։ Իսկ մենք վաղ կհանդիպենք ժամը 9:00 եւ 17:00 կենտրոն TV եթերով։ Կհանդիպենք ցտեսություն։